Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս օրերին սոցիալական ցանցերում եռում էր իսկական սինգապուրյան կրքեր։ Բանն այն է, որ հանրապետական падգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել էր, թե հույս ունի, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը կդարձնի Սինգապուրի պես մի երկիր։ Ովքեր դեռ չեն եղել Սինգապուրում, ահա այն։ Սինգապուրը 3 անգամ փոքր է Վայոց ձորի մարզից, բայց այս քաղաք-պետության համախառն ներքին արդյունքը կազմում է 471 միլիարդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմում է ընդամենը 25 միլիարդ դոլար։ Այսքանից հետո պետք է հումորով մոտենալ ՀՀԿ-ի կողմից Հայաստանը Սինգապուր դարձնելու մտքին։ Չնայած հանրապետական կուսակցությունը ինչ-որ իմաստով Հայաստանն արդեն դարձրել է Սինգապուր։ Բանն այն է, որ 1965 թվականից մինչև այսօր Սինգապուրում փաստացի գործում է միակուսակցական համակարգ եւ իշխանությունը գտնվում է ժողովրդական գործողություն կուսակցության ձեռքում։ Չնայած որ այս երկրում անվանապես անցկացվում են ընտրություններ, բայց իշխանությունները պարբերաբար մանիպուլացնում են ընտրության արդյունքները, իսկ ընդդիմադիրներին ենթարկում են տարատեսակ հետապնդումների։ Սինգապուրում գրեթե գոյություն չունի ազատ մամուլ։ Իշխանությունները տոտալ վերահսկողության են ենթարկում մամուլը։ 2016 թվականին լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տվյալներով մամուլի ազատության չափանիշներով 180 երկրների մեջ Սինգապուրը զբաղեցնում է 154-րդ տեղը, զիջելով անգամ Թուրքիային եւ Տաջիկստանին։ Գուցե սա նկատի ուներ հանրապետական կուսակցության падգամավորը, երբ ցանկանում էր Հայաստանը դարձնել Սինգապուրի պես երկիր։ Բայց կան ավելի շատ լավ բաներ, որ կարելի է Սինգապուրից սովորել առանց Սինգապուր դառնալու։ Դրանց մեջ հատկապես կարևոր են 3-ը, եւ եթե այս 3 բանն էլ Կարեն Կարապետյանը անի, հայրենիքը նրան չի մոռանա։ Առաջին, Սինգապուրում գործում է ազատ շուկայական տնտեսություն, հավասար բիզնես պայմաններ եւ մրցակցություն։ Ըստ Համաշխարհային բանկի Doing Business Index-ի 2015 թվականին Սինգապուրը ճանաչվել է աշխարհի համար 1 պետությունը բիզնեսով զբաղվելու հեշտության առումով։ Իսկ 2016 թվականին Սինգապուրը ճանաչվել է աշխարհի 2-րդ ամենաազատ տնտեսություն ունեցող պետությունը։ Երկրորդ, Սինգապուրը իսկական ներդրումային դրախտ է բազմաթիվ ընկերությունների համար։ Միայն 2014 թվականին Սինգապուրում կատարվել է 81 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղիղ ներդրումներ։ Եվ այս իմաստով այս երկիրն առաջ է անցել այնպիսի խոշոր պետություններից, ինչպիսիք են Բրազիլիան, Կանադան եւ Մեծ Բրիտանիան։ Սինգապուրում գործում են 7000 արտասահմանյան ընկերություններ, որոնց համար ստեղծված են հավասար բիզնես պայմաններ եւ մրցակցային միջավայր։ Եվ երրորդ, ամենակարևորը, Սինգապուրը աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկրներից մեկն է։ Ըստ Transparency International ընկերության 2015 թվականին կոռուպցիայի ընկալման ինդեքսով 168 երկրների մեջ Սինգապուրը զբաղեցնում է ընդամենը 8-րդ հորիզոնականը։ Եվ սա այն դեպքում, երբ իր ստեղծման պահին Սինգապուրը համարվում էր աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Կկարողանա արդյոք Կարեն Կարապետյանը պայքարել կաշառակերության մեջ մասնագիտացված բարձրաստիճան պաշտոնյաների եւ կիսաֆեոդալական բարքերով ապրող հանրապետական բդեշխների դեմ։ Ռեալ մեր տնտեսության վիճակը բաց ազնիվ ասում եմ շատ ծանր է, չափազանց ծանր է։ Կկարողանա նա արդյոք Հայաստանում ստեղծել հավասար բիզնես հնարավորություններ եւ ներգրավել օտարերկրյա ներդրումներ։ Հուսով ենք կկարողանա եւ դրա համար ամենևին պարտադիր չէ լինել Լի Կուան Յուն եւ պարտադիր էլ չէ Հայաստանը անպայման դարձնել Սինգապուր։